Նարմ կոմեդին 10 տարի առաջ ավելի պակաս ծիծաղելի էր, քան հիմա էլի։ Ինչ որ պատկերացնում ենք, նկարեցինք։ Ինչ որ շատ վատ տեսախցիկով, բնակարանում, այս вообще ձերը չէ, ինչ է անում։ Միտեղ շատ էին հավանել, ասում են, հա, բայց չեն կարող ոչ մեկի անունը տանք։ Կարա լինի նույնը առանց անունը։ Թվում էր, թե օրինակ ընդդիմադիր ալիքներին սա շատ ավելի հետաքրքիր լինի, չէ, բայց այդպես չէր։ Սրբազան շարժման մասին է։ Դու որոշեցիր միանալ շարժմանը, Սերգեյը կարծես ավելի пассив դիրքում էր։ Ցանկացած շարժում, որը ուզում ապրոխի ներկայիս իրավիճակը, արդեն հիմա ունի որոշակի վստահության կրեդիտ։ Եվ իհարկե կար սրբազանի հանդեպ անձնական սիմպաթիան։ Իր մղումների ազնվության մեջ ես հիմա էլ բացարձակ կասկած չունեմ, նախարարությունները խնամի ծանոթ բարեկամներով լցնել, այլ իսկապես կարող, ունակ եւ ձգտող մարդկանցով երեխեն մի դեմ աշխատում։ Իրանք էս կայնում էին պատուհանից նայում էին այն ժամանակ parking էր հրապարակը, ով չի հիշում, իրենց ավտոներին էին նայում ու կարային 3 ժամ իրանք բանտաժներ քննարկեին։ Առաջին դեմքը կարծում եմ իր այսպես парքը վայելեց 2018-ից հետո, երբ մի քանի իրադարձություններ իրականացան քաղաքական կյանքում։ Մենք այդ հեծանիվը տեսել ենք Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ակնհայտ էր, որ մի օր Հայաստանում էլ է լինելու, էլի։ Դեռ Վանգայի հետ, Սիմփսոնների հետ, հա, որ համեմատում են, շատ շոյված է։ Աննա Իսրայելյանի հետ այնց երկար վերլուծում ենք բաներ, որ մենք կանխատեսել ենք, որ կատարվել է։ Քանի օր առաջ Օսկարը կայացավ, ինչ էմոցիաներ ունեցավ։ Ֆանտաստիկ էմոցիաներ էր, ժամանակ էր, երբ ֆիլմը արդեն նկարված էր, բայց դեռ դուրս չէր եկել, երկար մոնտաժում էր, այդ ամենը դες վաչեն էր պատմում, դες մեր ընդհանուր ընկերները process-ից պատմում են, շատ ողջորացել հոլիվուդյան կինոարտադրության ոլորտը ինքը դες մնում է խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատող ու միշտ այդ բանը որ գտնել մարդուն, որը կմիշնորդի, որովհետև ստուդիաներին մոտնալը գրեթե անհնար է։ Շին ագենտին գտնելը, հա, դե իսկականից, բայց այն դառնա որ էս արդեն շատ մեծ բան է, էլի, միլիոններ աշխատելու միջոց է։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակալ։ Արեգ, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար, ուրախ եմ, որ գոնե այսօր զրույցը կկայանա մեր մոտ։ Ու քանի որ ունենք ինֆորմացիոն առիթ, օրեր առաջ ավարտեցիք Tech Startup-ը, սկսենք հենց այստեղից զրույցը։ Tech Startup-ը բնութագրվում է որպես առաջին IT startup հայկական sitcom։ Հա, թեման երևի առաջի անգամ է Հայաստանում, որ sitcom-ի կամ սերիալի ժանրն ունի։ Ինքը մեր համար շատ հետաքրքիր էր հենց ամենասկզբից, որովհետև այդպես մի քիչ մոտիկից ենք ճանաչում այդ աշխարհը, դեռ ոչ ոք թեմայով ոչ մի բան չէր արել ու ինքնից շատ դինամիկ արագ զարգացող է ու նաև այն փորձներ, որ մենք հաճախ տեսնում ենք ինչ որ ամերիկյան սերիալներ, որոնք ինչ որ շատ նեղ մատ ոլորտի մասին են, նպատակ չունեն, որ բանը 5-ից 95 տարեկան բոլորը նայեն ու հասկանան, մենք անում ենք այս մարդկանց համար։ Ու առաջ անգամ ծեր այդ ազատությունը ունենանք, անել դες մի քիչ ավելի մասնագիտական կամ նեղ նիշային բան, էլի, որովհետև երբ որ հեռուստացույցով ուզում ես բոլորի համար անես, ինքը իր հետ բերում է այդ պայմանները, դի բոլորին հասկանալի լինի, դի բոլորին ծիծաղելի լինի։ Մենք ստեղ չենք որ ինչքան ուզում ենք անգլերեն բառեր ենք մեջ մտցնում, որ էլի հասկանալի սահմաններում, ինչ որ տերմիններ, որ գուցե ամեն մարդ չիմանա, իհարկե այդպես շատ չբարթացնելով ինքը ի վերջո այդպես կատակերգություն է, բայց մի տեսակ էլ այդ ոնց որ այդ նեղ բանը ազատություն է տալիս, որքան էլ դա այդպես տարօրինակ չհնչի, ու հա, շատ շուտով Wink online կինոթատրոնում բոլորը կարող են դիտեն։ Այսինքն առաջին IT sitcom ասելով նկատի ունեք, որ ինքը նախատեսված է ու կհասկանան հենց IT ոլորտի մարդիկ։ Բացարձակ չէ, բայց իրանց առավել հետաքրքիր կլինի, բայց իհարկե ավելի լայն, որ ասում եմ նեղ նկատի ունեմ, այդպես մոտավորապես
Երևի 15-ից 40-45 տարեկանների համար ավելի շատ էս նպատակ չունենք, որ տատիները այդպես հետևեն անդադ ինչ որ, թե շատ ուրախ կլինենք եւ տատիներ կան, որ գուցե մեզանից լավ են թեմայից հասկանում, դա էլ իր այդ ինչ որ բարդություններ բերում, որովհետեւ ի վերջո մենք էլ այդպես արհեստական բանականության գիտակներ չենք, հատկապես ոնց որ այդ ներսից Դրա համար որքան էլ զարմանալի է հենց արհեստական բանականությունն է այստեղ օգնում, որտեղ ինչ որ հարց որ ունես, բա էս ինչը ոնց է աշխատում, կարաս հենց իրան տաս, ու ստանաս այն առաջի ձեռ ամենաճիշտ պատասխանը։ Բայց շատ երկար ենք բանարել հենց բոլոր մեծ ստարտափների տնօրենների հետ երկար ինտերվյուներ եմ արել, հենց հասկացել եմ ինչա կատարվում, ներսից նայել եմ օֆիսների անցուդարձը, ինչ պերսոնաժներ են այնտեղ երևում, դες շատ երկար նախապատրաստվել ենք։ Որպես սցենարիստներ ես քեզ ու Սերգեյին ճանաչել եմ, այսպես կարելի ասել, դեռևս 2016-ին, երբ դուրս եկավ Առաջին դեմք ֆիլմը, բայց Առաջին դեմքը կարծում եմ իր այսպես փառքը վայելեց 2018-ից հետո, երբ մի քանի իրադարձություններ իրականացան քաղաքական կյանքում։ Չգիտեմ, այս թեմայով երբևէ խոսել ես թե չէ, բայց ինձ շատ հետաքրքիր է այս հարցը։ Ձեր արձագանքը ոնց եղավ, որ տեսակ գրել եք մի բան ու հիմա կատարում եք։ Դրանց չէին գրել, բա այդ ամենը օդում կախված էր, ինչպես ասում են, ու այդ ամենը երևում էր, ու այդ ամենը ցույց ասեմ, ախր տարբեր երկրներում, այդ հենց այդ հեծանի, մենք այդ հեծանիվը տեսել ենք Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ակնհայտ էր, որ մի օր Հայաստանում էլ է լինելու, էլի։ Այդ քանի որ տենց տարածված տեխնոլոգիաներ են, իրանք ամենտեղ կիրառում են մոտավորապես նույնությամբ ու տենց ուղղակի լուրերին հետևելով եւ օդում կախված տրամադրությունները նայելով իրականում հա էլի տենց դրա պատճառով Վանգայի հետ, Սիմփսոնների հետ, հա որ համեմատում են, շատ շոյված եմ, հա մի քանի անգամ եղել է, մի անգամ Աննա Իսրայելյանի հետ տենց երկար վերլուծում ենք բաներ, որ մենք կանխատեսել ենք, որ կատարվել է, դուք վախացնելու շատ էր, բայց այդտեղ երևի ավելի շատ տենց քթից ակնական ինչ-որ տես մոգական բան։ Հա, այդ ֆիլմը տենց իսկականից ինքը դուրս եկավ 16 թվականի ապրիլի 1-ին։ Ապրիլի 2-ին սկսեց քարորիա պատերազմը։ Այսինքն ստիպված մի քանի ամսով ֆիլմը տես փակվեց, հետո տես ոնց որ երկրորդ պրեմիերա այն ժամանակ ինքն իր պոտենցիալը ասես մի պահ կորցրեց, էլի, հետո ոնց որ այս ամեն շիեց, այս մի հատ վերածննդում դապրեց, հա, տես յուզվում վերջ անգամ տես 4 միլիոն դիտում էր որ տեսա։ Հա, տես հետաքրքիր փորձ էր ու ուզում եմ ասեմ, որ եթե մենք այդ կարդում էինք այդ դրամատրությունները, վստահ պետք է բոլորը կարողանային կարդալ, էլի։ Եվ ի վերջո այդ ֆիլմը վերջ ունի։ Այդ ֆիլմը նես չէ, որ մենակ այդ սկիզբն է, որտեղ պատահական մեկը եկավ, դարձավ նախագահ, սաղ վարի տվեց, այդ հասանք, օքեյ, մի ժամ 10 րոպե նայեցի այդ ֆիլմի, բայց հետո հանգուցալուծում էլ ունի, որին մի քիչ դանդաղ ենք հասնում, բայց ուզում եմ ասեմ, այնտեղ էլ ռեցեպտը տված է։ Շատ լավ։ Քանի ֆիլմերից ենք խոսում, մի քանի օր առաջ Օսկարը կայացավ։ Մեր հայրենակիցները Վաչեն ու Կարենե Կարագուլյան իրենց մասնակցությամբ ֆիլմը 5 Օսկար ստացավ, հետաքրքիր է դու որպես հայ ինչ էմոցիաներ ունեցար։ Ֆանտաստիկ էմոցիաներ էր, մանավանդ որ Վաչի հետ շատ ավելի շուտ ենք դրա մասին զրուցել, երկար ժամանակ էր, երբ ֆիլմը արդեն նկարված էր, բայց դեռ դուրս չէր եկել, երկար մոնտաժում էր, այդ ամեն շուտ էս Վաչեն էր պատմում, այտենց մեր ընդհանուր ընկերները process-ից պատմում են, այտենց շատ ողջորացել, որովհետև հասկանում ենք, որ Շոն Բեյքերը այտենց բան էլի, որակյալ բան է ու հասկանում ենք, որ ինչ որ հաջողված բան է լինելու, դա միանշանակ, բայց այն հաջողությունը որ եղավ, իսկական sense շատ տպավորիչ էր ու տենց բան է էլի ճանապարհը հարթում բոլորը։ Հա, փաստորեն մի քանի հայ դերասանների էլ նկարել է, ես չգիտեի, Լուիզային Ներսիսյան, Ալլա Թումանյանին, Արսենի Գրիգորյան, հա, նույնիսկ մի ֆիլմը iPhone-ներով նկարանած ֆիլմ է եղել, Լուիզա Ներսիսյանը որ խաղում է։ Իմ առաջի բանը ես որ ֆիլմը կինոթատրոնում նայեցի, մի անգամից ասեցի մոնտաժի համար հաստատ ստանալու է Օսկարը, մնացածը չգիտեմ, այնտեղ միշտ ինչ-որ տես քաղաքականություն, ինչ-որ ուրիշ գործոններ կան, բայց մոնտաժային որ ակնհայտ է շատ լավն է։ Վերջին շրջանում օրինակ ֆիլմ արտադրության մեջ այս դեպքը երաժշտության մեջ Ռոզալին ունեցավ էլի համաշխարհային հաջողություն ու այս հաջողությունները մի տեսակ մեզ ոնց որ հնարավորություն են տալիս այդ փակ դուռը մի քիչ սկիսաբացանելու դու երբևէ մտածել ես որ կարելի է աշխատել այդ ուղղությամբ միջազգային շուկա դուրս գալու։ Ոչ թե միայն մտածել եմ, այլ հենց աշխատում եմ։ Որովհետև մանավանդ լեզվամտածողության խնդիրը չկա,
կենցաղավարությանն ես ծանոթ։ Ես շատ վաղուց աշխատում եմ այդ ուղղությամբ, այստեղ իհարկե աշխարհը փոխվել է, բացվել է, ոնց որ ինչ որ մեկին գտնելը, հետը խոսելը շատ ավելի հեշտացել է, ինչը նաև մրցակցությունն է բնականաբար իր հետ դժվարացնում, որովհետև դե բոլորն էլ փաստորեն կարող են նույն բաներից օգտվել, բայց մի քիչ այդ հոլիվուդյան կինոարտադրության ոլորտը ինքը տենց մնում է խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատող ու եթե տենց 20 տարեկանում չես տեղափոխվում Լոս Անջելես, որ հենց մենակ դրան կյանքդ նվիրես, շատ դժվար է դրսից փորձել, հիմա փորձում եմ այդ ոչ հավանական տարբերակով գնամ, սա էլ տենց այս մեր սերիալները մեծ փորձ, որովհետև ոչ միայն գրել եմ, այլ նաև շոուրաներն եմ, այսինքն ողջ process-ն ու այրն իրեն գլխավոր պրոդյուսեր, հա, ողջ process-ը արտադրության պատկերացնում եմ ոնց է պետք շարունակել եւ պատկերացնում եմ ոնց կարելի է մի քիչ ավելի մեծ պրոյեկտներ անել, էլի, ու այդ առումով շատ լավ փորձ է, ու փորձ է հենց սթրիմինգային պլատֆորմի հետ, այսինքն հենց այս տրամաբանությամբ մի քանի սցենարներ անգլերեն լեզվով տենց գրած ունեմ, բայց միշտ այդ բանը որ գտնել մարդուն, որը կմիջնորդի, որովհետև ստուդիաներին մոտենալը գրեթե անհնար է, իրանք նույնիսկ օրենքով չեն կարդում, եթե աշխարհն լավ սցենարը մեյլով ուղարկես, ինքը պարզապես չի բացի, որ հետո դատական ինչ-որ թեմաներ չլինի, դրա համար այդ ներկայացուցչին, ագենտին գտնելը, հա, դե իսկականից, բայց տենց ասում ենք, բայց այ 1, 2, 3 ծանոթ ընկեր ունենալը, որը ուղղակի կարա ասի, որ հա, այս մարդը կարա գրի սցենար, այդ արդեն բան է, էլի, որովհետև այդ դրան մեջ դուրը ոդկա sense դնում ես, այդ բանն է, տենց հուսանք մի օր մի լավ բան կստացվի։ Ո՞ս ինտերվյուի վիդեոյը մի անգամ։ Հա։ Ձեր Օսկարից հետո։ Էմոցիան են ռուս դերասանի ասած են դուձի ինտերվյուն դնում, չէ՞ որ ինքը ասում է դե ես երբեք, բայց ես հակառակն եմ ասում։ Ես ասում եմ մի օր կանեմ։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ Նշում ես, որ 20 տարեկանում, երբ չես հայտնվում ԱՄՆ-ում, դժվար է, որ հիմա այդ ամեն ինչին հասնել եմ, բայց երևի շատերը գիտեն։ Բայց անհնար չի, ինչը Վարչեն ցույց տվեց, հա։ Շատերը գիտեն, որ դու ու Սերգեյը ԱՄՆ-ում սովորել եք, ապրել եք ինչ-որ շրջան, եւ ես մի հարցազրույց գտա, որտեղ դու նշում ես, որ այդ կրթական ծրագրով գնացած ուսանողների 98%-ը մնում էր ԱՄՆ-ում։ Ինքը կրթական չէր, մի անգամից ասեմ, դες այնտեղ չեմ ավարտել, work and travel էր, աշխատանքային, որտեղ հայ ուսանողներին տանում էին, բանեցնում էին խոհանոցում, չգիտեմ, այնպես փոխանակման տարբեր, չէ, այդ բանը ինքնից 3 ամսվա ընդամենը բան է, բայց միջավայրը հասկանալու, մշակույթը հասկանալու ֆանտաստիկ օգտակար է միջև հիմա, ու դա էլ դեպ ցույց է տալիս, իշխան այդ միջավայրում ապրելը շատ կարևոր է, այս վերջի անգամ որ Ամերիկայում ենք, տենց առավոտը վազում ենք Գլենդեյի միջով, ինքը տենց բան էլի, ով չի եղել, ինքը տենց սովորական քաղաք է, ոչ ագրարային է, էլի Գլենդելը։ Մեկ էլ բանը աթարով բան է գնում, բեռնատարը անցնում։ Ու ես նայեցի, խի է, էլի աթարով բեռնատարը քաղաքի մեջով sense գնում, ու մի անգամից հիշեցի Back to the Future Назад в будущее ֆիլմում, որ բոլոր 3 մասերում կա այդ աթարով բեռնատարի տեսարանը։ Ու դու երբեք Հայաստանում ապրելով չէիր մտածի, որ ամերիկյան քաղաքներում դա շատ նորմալ բան է, որ ամեն օր աթարով բեռնատարը անցնում է ու մի օր էլ կարելի է դες պատահար իր այդ մտածել ու ինքը այնքան ծիծաղալու բոլորին հասկանալա, որ 3 կինո շարունակվում է այդ նույն հումորը։ Այս բաներն, որ մենակ կարաս հասկանաս այնտեղ ապրելով, էլի ոչ մի ձև չունես պատկերացնելու, որ ամեն օր, չգիտեմ, 2 շաբթի ժամը 7-ին անցնում է այդ բեռնատարը։ Ու տենց բազմաթիվ նյուանսներից է կախված, էլի, այսինքն տենց ինչ որտեղ կարող ես լավ կոնցեպտ ունենալ բան, բայց այնտեղ լինել ես այնպես ոտի վրա, որովհետև դա էլ կա միշտ սցենարական բան, որ պետք է պատմես այն ինչ որ լավ գիտես։ Ու այդտեղ որոշակի դժվարություններ առաջանում են, էլի։ Հարցս որն էր, թե այդ ժամանակ ինչը ձեզ նորից բերեց Հայաստան։ Որտեղ ակնհայտորեն ավելի շատ հնարավորություններ Ամերիկայում։ Հա, բայց ես բացարձակ չի ուզենա այնտեղ տենց հաստատվել եւ մնալ, եթե լինի դա աշխատանքային ինչ-որ բանով կարելի է գնալ գալ, բայց ինձ շատ դուր էր գալիս եւ դուր է գալիս Հայաստանում, դրա համար տենց
ցանկությունը կար վերադառնալ ու ստեղ ինչ-որ տես բանի հասնել էլի։ Հենց այդ ժամանակ սկսեցիք կոմեդին Սերգեյի հետ։ Մի քիչ ավելի ուշ։ Հա, տես հերթականությունով հա մի քիչ ավելի ուշ, երբ որ արդեն ավարտել էինք ու աշխատում էինք միջազգային կազմակերպություններ, մեկս ես ընտրություններով էի զբաղվում, կարգավորելով Հայաստանի ընտրությունները, Սերգեյն էլ հակակոռուպցիոն ծրագիրներ վերացնելով, արմատախիլ անելով կոռուպցիան, հա, այդպես միջազգային կազմակերպությունների փորձ ունենք ու հենց այդ աշխատանքներ, որտես մի հատ ուրիշ տեսանկյունից հայացք տվեց ու սկսեցինք սկզբից տես հոդվածների ձևով, հետո հաղորդման ձևով տես պատրաստել այն ինչ որ տես պատկերացնում ենք ու առաջարկել նույն ժամանակ ալիքներին, որովհետև դեռ YouTube-ը այն տարածումը չուներ էլի։ Դե հա, Armnews-ով եք։ Չէ, ի սկզբանե մենք ինտերնետում ենք եղել, Civilnet-ում ենք առաջի հաղորդումը անել, բայց միջև ուզում եմ ասել, որ միջև այդ պահը, երբ որ մենք մտածեցինք, որ sense մի հատ բան պետք է անելու, երբ որ իր առաջին եղավ, արանքը դες մի 4 տարի է, էլի։ Սկզբից առաջ այդպես կայքի բանով էինք, բայց դա էլ էր լավ փորձ, որովհետև մենք ինչ որ պատկերացնում ենք, նկարեցինք։ Ինչ որ շատ վատ տեսախցիկով բնակարանում ձայնագրեցինք հիմա այս բառը ոչ ոք չի արտասանում էլ CDRV-ի վրա ու տարանք տարբեր ալիքներով ցույց տվեցինք, որտեղ շատ տարբեր ռեակցիաներ էին։ Սկսած նրանից, որ շատ լավն է, բայց չենք կարող անենք, կամ շատ լավն է, բայց եկեք փորձենք մի քիչ sense, կամ ընդհանուր միջև այս вообще ձերը չէ, ինչ եք անում դուք գործ ունեք, ձեր գործով է զբաղված, սպեկտրը տարբեր ալիքներում տենց էր էլի, ամենտեղ տարբեր, միտեղ շատ էին հավանել, ասում են, հա, բայց չենք կարող ոչ մեկի անունը տանք։ Կարա լինի նույն առանց անունը, ոնց կարա լինի էլի, պատկերացնեք, դա արդեն առանց ինչ անուններ տալու։ Մի խոսքով էլի, բայց դա ինչպես ժամանակը ցույց տվեց ու Armnews-ի համարձակությունը ցույց տվեց, դա կոմպլեքսներ են, որ մարդիկ իրանց համար հորինել էին էլի այդ ալիքները։ Իրանք որոշել են, որ իրանք չեն կարա տան անունները։ Դուք ոչ ոք այնքան չվարվեց այդ պրոյեկտով, որ մի հատ ճշտ էր, իսկ կարան տան անունները թե չեն կարա տան, հա։ Արդյունքում իրանց ալիքը չունեցավ այդ հաղորդումը էլի։ Բայց այն ժամանակ Armnews-ը Pan-Armenian Group-ի մեջ էր, չէ, որը իշխանության հետ այնց սերտ կապերի մեջ էր, հետաքրքիր էր այդ ընդհանուր գիծը։ Այն ժամանակ այնց քանի որ ընդունված ասել, որ բոլոր ալիքներն էին իշխանության հետ կապերի մեջ, չեմ կարծում թե ինչ որևէ շահեկան դիրք ուներ ցանկացած ուրիշի, հատկապես, ասենք, կային որ համեմատաբար ազատություն ռադիոկայանը նույն Ամեկ Պլյուսը Armnews-ի ժամանակ եթեր ուներ, այսինքն թվում էր թե օրինակ ընդդիմադիր ալիքներին սա պետք է շատ ավելի հետաքրքիր լինի, չէ, բայց այդպես չէր։ Այն ժամանակ ստեղծվեց Civilnet-ը, որը ասենց ավելի վերլուծական էր, բայց իրանք ասենց լավ մեր այդ նույն ալիքի վրա էին ու հասկացան, այդ ինչ հաղորդում է, հա, այդ է ասենց այն ամերիկյան ֆորմատա բան, իրանք համար դա ավելի հասկանալի էր եւ նույն շատ սուբյեկտիվ sense մարդկային ֆակտոր կա, էլի։ Այդ ֆորմատը պետք է անձամբ տնօրենին դուր գար, էլի։ Արտակ Ալեքսանյանը այդ հաղորդումը տեսել էր, հասկանում էր այդ հումորը դուր էր գալիս, ուրիշները հավանաբար չէին տեսել եւ իրանց դա տես շուտ տարօրինակ բան էր թվում։ Ձեր ֆենոմենը որ եղավ, որ այսքան տարի դեռ շարունակվում է պրոյեկտը։ Դե ֆենոմենը այնա որ շատ սիրում ենք այս գործը, երևի այդ է ֆենոմենը, դες շատ հաճախ իդեպ դրսից երբ որ տես TV-ի հետ չես շփվել, այդ այդքան լավ չես պատկերացնում այդ բանը, բայց լիքը հայտնի հաղորդավարներ, որ այս կամ այն հաղորդումն են վարում, իրանք տենց չեն ապրում այդ պրոյեկտով, այսինքն պայմանական էլի ոչ մեկի վրա, եթե մեկը վարում է երաժշտական հաղորդում, դիտողի համար մտածում ես, այս մարդը տենց շատ է սիրում, բայց հետո երբ տենց տեսնում ես вообще կարա տենց չլինի, էլի ինքը 3 լուրեր էր վարում, այսօր ասել են կլինի երաժշտական վարես, վաղ կարող է սպորտային հաղորդում, բայց այդ հաջողվում ամենակ երբ որ դու այդ սպորտով ապրում ես, առանց այդ սպորտի կխեղդվեի, այդ ժամանակ դու լավ սպորտային մեկնաբան կլինես կամ վերլուծաբան էլի, բայց եթե տենց քեզ, չգիտեմ, բերեցին սկզբից դու կլիպեր էիր մեկնաբանում, իսկ հիմա ֆուտբոլ, երբեք լավ չես մեկնաբանի այդ ֆուտբոլը։ Այսքան տարի միասին աշխատելով դու Սերգեյը, ենթադրում եմ, որ շատ հարցերում միաբան եք, քաղաքական հայացքներում, կյանքում եւ այլն, բայց անցյալ տարի եղան իրադարձություններ, երբ այսպես ձեր հայացքները կարծես զատվեցին, խոսքը սրբազան շարժման մասին է,
որտեղ դու որոշեցիր միանալ շարժմանը, Սերգեյը կարծես ավելի пассив դիրքում էր, ավելի այսպես թերահավատորեն էր մոտենում այդ ամենին։ Դուք մարդիկ եք, ովքեր այսքան տարի անընդհատ քաղաքական իրադարձությունների վերլուծությամբ են զբաղված եղել, այսպես կարող ենք ասել, ինչքան էլ հումորի դեպի գծով, բայց անընդհատ այդ process-ի մեջ եք եղել։ Ու հարցս հետևյալն էր 7 տարվա այդ իրադարձությունները, այդ ցույցեր, փողոց փակելու այդ ամեն ինչ եւ այլն քո մեջ դեռ չէին կոտրել չէ, բայց վերացրել հավատը նրա հանդեպ, որ այդ մեթոդները չոր լավ տեղ չեն տանելու, երբ միացար Սրբազան շարժմանը։ Նայ, լավ տեղ չեն գնում հիմա, լավ տեղում չենք հիմա։ Այդ տեղի ցանկացած փոփոխություն զուտ վիճակագրորեն ավելի հավանական է, որ ավելի լավ կլինի, քան այն որտեղ մենք հիմա գտնվում ենք, էլի, որտեղ ամենավատ հնարավոր սցենարում ինքը արդեն մեր համար տեսական չի, մենք արդեն իր մեջ ապրում ենք։ Եթե գնանք այդ շարժումների պատմության մեջ, այդ որ 7 տարվա ընթացքում ինչ եղել է, իրականում 7 չէ, էլի, երևի 21 թվից սկսած, այնպես մոտավորապես։ Դե 18-ին տենց ի սկզբանե։ Ասենք իրան 4, բայց փաստենք, որ ամեն հաջորդը նախորդից մեծ ա եղել եւ ուժգին։ То есть այն սկզբից կար Մանուկյանի շարժումը, որը տենց Պետեր Վարիներ մարդիկ ցուրտես չէին գալիս, ավելի sense բաներ, հետո երբ որ Ֆրանսիայի հրապարակում դες մի քիչ ավելի մեծ էր եւ Սրբազան շարժումը անհամեմատ ավելի ուժեղ էր եւ մեծ էր։ Այսինքն այս առումով պրոգրես կա այդ շարժումներում։ Ու իմ մոտեցումը հետեւյալն է։ Ես ցանկացած շարժում, որը ուզում է փոխի ներկայիս իրավիճակը, արդեն հիմա ունի որոշակի այդպես վստահության կրեդիտ։ Այդ կրեդիտը ընթացքում կամ շատանում է կամ սպառվում է, հարցը դրա մասին չի, էլի, բայց այն որ եթե ես քննադատում եմ, ես պարտավոր եմ, երբ որ ասել են որ դե ցույց տվեք որ կարա գաք հրապարակ, ինչ ծրագրամը մինիմում նա իմ համար գոնե այդ հրապարակում լինել։ Ու ապացուցել որ ես ինչ որ ասում եմ այդ խոսքի տերն եմ։ Իմ ասած ժամանակագրությունը վերաբերվում էր հենց հեղափոխության շրջանից, երբ որ այդպես փողոց փակելու այդ ցույցերի սկզբունքով ամեն ինչ սկսեց։ Դե այն ժամանակ եթե ինչ-որ դա պոպուլյար էր լինել, то есть հենց այդ բաները, նկարները սկսեցին լայքաբեր դառնալ, ավելի շատ մարդիկ սկսեցին փողոց փակել, էլի, այնպես կոռելյացիան ինձ թվում է այնպես լայքերով է նախ եւ առաջ բաները, հետո այնպես մնացած, որովհետեւ մարդիկ ովքեր գնում էին, իրանք մեծ մասը ոչ էլ գիտեր Նիկոլ Փաշինյանը ով է միջև առաջ անգամ փողոց փակել էլ եկի կանկեղծ լինել։ Դե հա։ Դրա համար այդտեղ տենց դա ինչ-որ տենց բանով չէր դրդված, այլ ավելի շատ տենց մեծ մոդայիկ շարժմանը մասնակից լինելու տրենդն է, որը էլի տենց գրականությունում շատ լավ նկարագրված է։ Որ ինքը ինչ-որ ավելի լավ տեղ չտարավ։ Դե հենց է դա։ Հա, մենք երբեք չենք կարող իմանալ, բայց մենք մենք կարանք չգնահատենք հիմա ինչ, հա, եւ ուզում ենք ազատվել, ով է ներկայացնում ինչ որ առաջարկ ազատվելու, բարձում է տես տարին մի անգամ ինչ որ մեկը, հա, հիմա կապ չունի ով։ Ավելի լավ ձևակերպված առաջարկ չկա։ Էդ էր ամենալավ ձևակերպված առաջինը եւ իհարկե կար Սրբազանի հանդեպ անձնական սիմպաթիան մենք իր այդ ոդքասթի շրջանակներում ենք, այսինքն իր մղումների ազնվության մեջ ես հիմա էլ բացարձակ կասկած չունեմ, ուղղակի տենց ինքը շատ լավ տեսնում էր, հասկանում էր բոլոր այն խնդիրները, որ շուրջը առաջանում է, բայց երևի այդ քաղաքական փորձը չունեցավ, որպեսզի ճիշտ նավարկի, բայց այն որ մենք շատ ենք իր այդ զրուցել, ինքը հա տեսնում էր, այս ինչը խնդիր է, այն ինչը խնդիր է, ու ինքը շատ լավ վերլուծում էր եւ հասկանում էր, բայց այդ թիմը եւ այդ քաղաքական փորձը չունեցավ։ Այսինքն կարծում ես, որ խնդիրը, որը առաջացել է մի մեթոդով, պիտի լուծվի նույն մեթոդով։ Չէ, ես իդեպ այդ որ նույն մեթոդը սկսում են կրկնօրինակել, ես ի սկզբանե դրան շատ դեմ եմ։ Ես ու դու շատ ազնիվ մղումներով փորձենք իրավիճակ փոխել։ Երբ որ մեր դեմ սկսում է աշխատել մի հատ մեքենա, որը ոչ միայն պետական է, այլ նաև տենց մերձ ինչ որ շրջանակներով, ու ամեն օր քո մասին սկսում են գրել, որ դու Կրեմլի ագենտ ես, որ դու բան ինչ որ տենց ռուբլիների, տենց մի հատ հոսք ա եկել չենջերում փոխվել, որ ինչ որ տրանսգենդերներ են բերում, որ ցույցին մասնակցել, բանդիտներ են բերում, ինչ որ հյուսիսային Կովկասից, որ բացել, դու դրա դեմ ինստիտուցիոնալ բան, ինչքան է դու ազնիվ լինես, ու ասես ժողովուրդ, չէ, տենց բան չկա, այն մեքենան աշխատում է, դու այդ մեքենայից չունես,
Հետևաբար պետք է ավելի հնարամիտ եւ ինչ որ ուրիշ ձև ստե այդ բաների խնդիր էր էլի ինձ թվում է պատերազմ օրինակ որ լինում է դա երկու երկրի ինֆրաստրուկտուրայի ներքին կառուցվածքի պատերազմը նախ եւ առաջ էլի ոնց է հասնելու փամփուշտը զինվորին ամեն ինչը սկսած հաշվարկած ու ստերել քաղաքական պայքար ինֆրաստրուկտուրայի պետական ինֆրաստրուկտուրան իր կողքի են մետաստազներով, հկներով, խոսացող գլուխներով ավելի ուժեղ դուրս եկավ։ Ու ճիշտ է, հետո ապացուցվեց, որ ռուբլի ոչ միայն ավելի շատ չէր փոխվել, չենջերի ստատիստիկա կա, չէ, ավելի քիչ էր փոխվել։ Տրանսգենդերները, որ պետք է գային, չեկան, այդ մարդը Հովսեփ Խուրշուդյան անունով վերլուծաբան հորինել էր, չգիտեմ, այդ բանդիտները ինչ որ չգիտեմ տարբեր Դաղստանից բանից իրանք է չեկան, բայց այդ ամեն ինչը եղավ հետո։ Բայց այդ պահին այդ լուրը աշխատեց, չէ։ Ինչ որ մարդիկ այդպես կապեցին, որ հա, դա էսի ինչ որ այս կամ այն տեղից պատվիրված բան է։ Ինչ եղավ այդ շարժման հետ։ Ինֆրաստրուկտուրան չդիմացավ մյուսի ինֆրաստրուկտուրային։ Բայց չես կարծում ինչ որ անկազմակերպ բան կար այդ ամեն ինչի մեջ, որ օրը մեջ էին հավաքնելու, հետո արդեն ոնց որ մարդիկ կորցնում էին այդ առաջի ողջավորությունը։ Բայց մեղադրել ոնց որ չէ, միշտ այնպես է, դա դրամատուրգիա մենք էլի սցենարին ենք հետ գալի, եթե իրադարձությունները ամեն հաջորդ օրը ավելի հետաքրքիր եւ դրամատիկ չլինեն, քան նախորդ օրը, իհարկե։ Ինչն է խանգարում որ լինեին այդպեսին։ Դե քանի որ շատ մեջից չգիտեմ, այ խանգարող բանից մեկը նոր պատմեցի ինչն էր խանգարում, հա, թակակարողությունն էր խանգարում, բայց նաև երևի հա, այդ ամեն ինչը այդպես շատ արագ եղավ ու չկար երևի այդ ինֆրաստրուկտուրան, այդպես չէր ձևավորվել այդպես քարոզչական շտաբ, որը այդպես հստակ ծույնեմ 15 օրվա պլան ուներ, ինչա պետք է այսօր տալ վաղ անել, չէ, որովհետև մենք հիշում ենք 18 թվին այնտեղ էլ իրականում բավականին այդպես սպոնտան բաներ տեղ ունեցան, բայց անընդհատ այդ բանը չէ, սկզբից մի հատ են չգիտեմ ինչ տատին միացավ, հետո fake Աբաջանի պապին միացավ, հետո այտենց ինչ-որ մի հատ բանտիկով աղջիկ համբուրվեց հրապարակում։ Այսինքն դա շատ ավելի գրագետ էր վարվում։ Լավ, այս թեման ոնց որ դուք եք սիրում ասել, բարձրաճրենք։ Spin Ideas Agency գործունեությամբ զբաղվում եք արտադրական եւ հետարտադրական նախագծերի արտադրական եւ հետարտադրական աշխատանքով։ Հիմա մարդիկ նայում մտածում են ինչ բետոնի գործ են կանում։ Ինքը մարքեթինգային ընկերությունն է, որը նաեւ զբաղվում է, հա, ինքը նաեւ զբաղվում է գովազդային հոլովակների եւ արդեն սերիալների դոկումենտալ ֆիլմերի արտադրությամբ։ Ոնց սրա գաղափարը առաջացավ ստեղծելու։ Ինչպես ցանկացած գաղափար առաջացավ սեփական կարիքներից, որովհետև երբ որ մենք Arnews-ից դուրս եկանք, մեզ պետք էր տեղ, որտեղ կնկարեինք։ Ու դրան բախվում են բոլոր սկսնակ յութուբերները, հա, այդպես ասենք։ Մենք շատ ավելի լավ ենք պատկերացնում process-ը ներսից, հետո հասկացանք, որ այդ կարիքը մենակ մեր մոտ չէ, մնացած մարդկանց մոտ էլ է, հետո հասկացանք, որ նաև բավական չի միայն նկարել, այլ պետք է առաջ խաղացնել եւ հասկացանք, որ այդ կոնցեպտի տակ կարելի է մի հատ նոր հայացք ավանդական գովազդային գործակալությանը ստանալ, էլի, որովհետեւ ի վերջո այդ չասենք TV-ից YouTube, բայց միանշանակ ասենք TV-ից streaming process-ը ինքը անդառնալի է, վաղուց սկսվել է եւ Հայաստանը դրա էպիկենտրոնում ավելի ու ավելի շատ մարդիկ գալու են եւ ինքը հնարավորություն է տալիս դուք ըստ քո sense ամենա sense ճաշակով ճաշակին համապատասխան product գտնես նայես էլի այսինքն այլևս պետք չի սпасել թե երբ Պետրոս Ղազարյանը կհրավիրի Նարեկին իր մոտ որ Նարեկի հարցազրույցն են կարակ նայեք Նարեկի հարցազրույցը կոմոդ Նարեկի հարցազրույցը re-range-ում մի խոսքով էլի այնց ում ինչն է այտենց ավելի շատ հետաքրքրում ինքը այտենց առաջի հերթին դիտողին է տալիս ազատություն ու մենք դա հասկացանք որ process-ը դեպի դրան է գնում եւ փորձեցինք ստեղծել այն պայմանները բոլոր creator-ների համար որը մենք եք ուզենայինք որ լիներ եւ չկար Քանի որ քո խոսքը կարծում շատ երիտասարդների համար արժեք ունի ինձ հետաքրքրում է այս հարցի պատասխանը եթե երիտասարդը ունի գաղափար ըստ իր լավ գաղափար ունի բայց չունի ֆինանսներ միջոցներ այդ գաղափարը ռեալիզացնելու ավելի լավ կլինի փոքր միջոցներով, ինչ-որ վատ տեխնիկայով։ Ես շատ լավ նորություն ունեմ այդ երիտասարդի համար։ Ոչ մի ֆինանսի մասին այլևս խոսք չկա։ Այդ առաջ էր
Հավաքել ներդնել տեսախցիկ, որ կարաս չունենաս, այդ 1,000,000% հեռախոսում ես հերիքա։ Լուիս սկզբի մի քանի տարին լրիվ կարող ես տան ինչ-որ լամպերով յոլա գնալ, հա։ Ինտերնետ, դե հա, դա պետքա, բայց կարծում եմ արդեն բոլորի տանը կա։ Համբերություն, ինքդ քեզ վերլուծելու ու հասկանալու ու կատարելագործվելու բան, որտեղ այդ իրականում պրոյեկտները նրանից չեն կեսից անհետանում, որ այտենց էլ լավ լույս չառանք։ Ինձ թվում է ոչ մի պրոյեկտ դրա խաթր չի փակվել, էլի։ Փակվել է, որ մեկը սկսել է այն առումով, որ դե 2 շաբաթ կանեմ ու մի 1000 դիտում կլինի։ Okay, 2 շաբաթ արել է, տեսել է 47 դիտում է։ Ու այդ համբերությունը չի ունեցել ավելի։ Սենց ասեմ, եթե ձեր պրոյեկտը ուզում եք որ հաջողվի, այն 6 ամիսը դա այն ամենա մինիմալն է, այդ որ դուք շատ տաղանդավոր եք, տենց մի քիչ աստղերը կդասավորվեն, 6 ամիսը մեկա մեջն է, որ մարդիկ սկսելու են ձեր ցանկացած YouTube նախագիծը նայել։ Դրա համար պետք է այտենց մտածել։ Ես ես իդեան ունեմ, ինքը լավ իդեա է։ Արդյոք ինքը այնքան լավ իդեա է, որ ես կարամ 2 տարի այդ իդեայով կոնտենտ գեներացնեմ։ Եթե չէ, եւի չարժի սկսել, որովհետեւ երբ որ ինքը սպառվեց, այդ մարդն էլ է տենց հուսաթափվելու ու այդտեղ ոնց որ 99% մաղվում են, էլի, ով որ ուզում է ինչ-որ բան անի, ու էլի ապրում են նրանք, ովքեր անկեղծ հետաքրքրված են նրանով, ինչից խոսում են, որ մարդը եթե ֆուտբոլի մասին բլոգ է, ինքը անկեղծ սիրում է ֆուտբոլը, կինոյի մասին է, ինքը sense tenants կինոյի բոլոր լուրերը նայում է, վերապրում է, տենց դրանց նշանակություն է տալիս, չգիտեմ, նույնը քաղաքականը եւ այլն, էլի։ Մի խոսքով ի սկզբանե դա ոչ թե քանի որ ոդկասթները մոդայիկ են, արի ես էլ անեմ ոդկաստ, կարող է դու շատ վատ զրուցակից ես, կարող է դու չես թողում մարդը միտքը բացի, հենց մարդը սկսում է խոսալ, դու իրան փակում ես, այդ դեպքում այդ ոդկասթը ձախողվելու է, այդտեղ ոչ անգամ եթե չգիտեմ, top հյուրերը գան, մեկը չի կարա չձախողվի, էլի։ Ժամանակի է դրա համար մարդիկ շատ մարդկային է էլի ինքնդ իրանց տես մի քիչ բան գնահատել, բայց չեմ էլ ասում որ տես որտեվ լիքը բան ընթացքում էլ է գալիս, դու չգիտեմ նույն արմքոմեդին 10 տարի առաջ ավելի պակաս ծիծաղելի էր, քան հիմա էլի, այսինքն ինչ որտեղ եղել է այդ ամբիցիան, որ մենք մտածել ենք էս շատ ծիծաղալու է, այնքան որ արժի որ բոլորը տեսնեն։ Ու այդ ասում եմ այդ ընթացքում եղել են մարդիկ ով ասել են չէ, դա вообще ծիծաղալու չի էլի։ Այդ բալանսը կա, բայց դες մի քիչ ինքդ քեզ կողքից նես, մի քիչ բան ես, կարծիքներ հարցնես, էլի, որովհետև դու ոնց ես պատկերացնում, որ ծիծաղալու է, թե չէ։ Մենք օրինակ ստենդափ էինք անում 2007 թվականից սկսած, ստոպ ակումբում, տենց մի 40-50 հոգի գալիս էր։ Այստեղ արդեն բան չկա, իրանք կեղծավոր էլեմենտը դուրս է գալիս, մարդիկ այդ ստենդափի ընթացքում կամ ծիծաղում են, կամ լռում են։ Okay, ծիծաղում էին, ուրեմն արժի շարունակել։ Այսինքն ամեն մեկը պետք է այդ ինդիկատորը իր համար գտնի, էլի, ոչ թե մամային հարցնի, մաման ասի, «Բալեզ, շատ խնջալու էր, դու շարունակի, դու շատ լավ դերասան ես, երգիչ ես, չգիտեմ ինչ ես, հա»։ Օրինակ նույնիսկ երգիչների մոտ մեկ-մեկ այդ նկատում եմ, էլի, որ միշտ կարելի է դզմրտած տոնայնությունները դզած բանով դուրս գաս ֆանագրամայի տակ երգես ու տենց էլ չբացահայտես։ Դու լավ երգիչ ես, թե չէ, կարող է նույնիսկ դուրս գաս կենթանի վատ երգես, բայց մարդիկ տես կուլտուրայից դրդված վերջում ծափահարեն, հա, որտեղ ոչ ոք չի ասի, հայ, հանդիսատեսը տես լոլիկ չի շպրտելու անսլուխ երգիչի վրա, բայց օրինակ հումորում տես չխնդալը շատ նորմալ ռեակցիա է, երբ որ խնդալու չի, էլի, ոչ ոք չի կաշկանդվի չծիծաղալ, այսինքն այստեղ ամեն մեկը պետքա գտնի այդ բանը, էլի, ոչ թե լսի տենց մենակ դրական կարծիքներ, այլ տենց փորձի ինքը իր մեջ հասկանալ, ի վերջո այդ կարևոր է, էլի, որ չպարզվի 5 տարի երգիչ էիք անտաղանդ, բայց կարեք հրաշալի նկարիչ լինեիք կամ հաշվապահ։ Խոսքով պարզեցինք, որ մեծ ֆինանսներ Вообще գնալով ավելի ու ավելի քիչ ֆինանսա պետք, ինտերնետի գիներ, ժանանում է տեսախցիկ արդեն մնում է հարթուկի մեջ, մի հատ տեսախցիկ կլինի, խոսքով ամեն ինչն էլ գնալով sense աշխարհը բացվում է, էլի, արեք այդ բանը ֆրանսերեն դարձեք հայտնի Ֆրանսիայում, հա, այն TikToker-ի անունը ինչ էր, որ պրոստը sense անում։ Չէ, ինքը դες համաշխարհային աստղա, չէ, ինքը այնքան աստղա, որ Will Smith-ը իրան հրավիրեց իր ֆիլմում նկարվելու, էլի, դες կարար ինչ որ մեկը, չգիտեմ, Չարենց Հավանից առաջինը սա մտածեր, խի չէր կարա։ Հաստատ ավելի լավ հեռախոս կունենար մեր Չարենց Հավանցին, քան այդ տղեն Աֆրիկայի եսին որտեղ։ Բայց
ինքը ավելի կրեատիվ գտնվեց, այնպես որ ոչ մի սահմանափակում չկա, էլի, այն դառնա որ էս արդեն շատ մեծ բան է, էլի, միլիոններ աշխատելու միջոց է։ Համակարծիք ես, որ լավ երկիր ունենալու համար պետք է կիրթ հասարակություն։ Թե գիտես ոնց։ Այդ ոնց է, ասենք շարունակենք այդ միտքը։ Որտեղից է այդ կիրթ հասարակությունը։ Լուսնից ընկնելու է այդ երկրի վրա։ Հիմա այդ ոնց է դրա ընթացակարգը արի հասկանալ։ Սերունդներին կրթելուց է։ Ահա։ То есть ինչ որ մեկը պետք է իր վրա ստանձնի այն leadership-ը, ասի դուք անկիրթ եք, եկեք ես կրթեմ։ Այդ է, չէ՞։ Որտեղ օրինակ, չգիտեմ, բանի ժամանակ են Լենինի ժամանակ, այսինքն 80 քանի տոկոս անկրթություն էր ու ասեց, որ մեր գլխավոր նպատակն է, որ բոլորը առնվազն տառաճանաչելն են։ Ահա, հիմա քանի որ այդ մասը բավականին, ասենց իներցիայի վրա է դրած, այսինքն հա, ունենք կրթության նախարարություն, ունենք աշխատող դպրոցներ, բան, ու իրանք որոշակի զարգացումով, հա, հաստատ այտենց կարծրացած չեն, բայց ժամանակի հետ գնում են։ Բայց մարտահրավերները իրանք ընթացքում փոխվում են, հա, այսինքն հիմա անկիրթ մարդը մենակ նա չի ով գրել չգիտի, այլ նաև նայա որ այդ իր կրեդիտ քարտի հետևի CVV կոդը այդ 3 թիվը ոչ մեկին չի տա, դա էլ է, չէ՞, այտենց հիմա կրթության բավականին լուրջ չափանիշ է, հա։ Այսինքն պետք է տարբեր միջոցներով եւ տարբեր տեղերով կրթություն պետք է օրինակ ծառայել, որպեսզի դա լինի, պետք է ինչ-որ հնարավորություն ստեղծել եւ ի վերջո կարծում եմ մարդը նաև իրավունք ունի անկիրթ մնա։ Դες մի 200 հոգի շատ կիրթ, հերատես, վերլուծող մարդ է պետք, որպեսզի պետությունը դες լրիվ ձևափոխել է։ Այն Սինգապուրի դեպքում նույնիսկ մի 6-7 հոգի էր, որ Լիկմանյուի կողքը հավաքված էր, էլի։ Բառացիորեն այդքան մարդու մասին է խոսում, որպեսզի տակնու վրա փոխել երկիրը։ Դրա համար նպատակ դնենք, որ 3 միլիոն պրոֆեսոր ենք ունենալու, ինձ թվում է պետք չի, պետք է շատ ավելի իրատեսական նպատակ դնել։ Նպատակ դնենք, որ չգիտեմ, ով ուզում է դառնա առաջնորդ, mēs միանգամից չենք վարկապի գելու դեռ ոչ մի բան չասած, ով որ իսկականից են տաղանդավոր մարդն է, իրան ստեղծելու ենք հնարավորություն, գնամ գնա Բոստոնում կենսաքիմիա սովորի, գնա Հարվարդում իրավաբանություն սովորի, չգիտեմ, գնա Ճապոնիայում ռոբոտաշինություն սովորի։ Այդ մարդուն եթե հնարավորությունները տանք, այդ բան է, էլի կոմունիստական այդ համահարթեցման բանով գնանք, որ հա, ինչ որ մինիմում կա, ցանկալի է որ բոլորը մաթեմատիկա ու կարդալ իմանան։ Ես այդ մասով Լենինի հետ լրիվ համաձայն եմ, բայց դրանից զատ եկեք թողնենք մարդը համակարգը չի խանգարում երկրի զարգացմանը։ Ուրեմն ասեմ, եթե մեկը հրաշալի, չգիտեմ, ձիեր է բուծում, իրան պետք չի երևի ֆիզիկա էլ իմանա։ Եթե ինքը տես հրաշալի գտել է ձիերը ոնց են բուծվում ու ավելի թանկարժեք ձիեր դառնում։ Դե հա, ոչ թե այստեղ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի իմացության մասները, բայց համակարգի։ Դե եթե մենք խոսում ենք բարեկրթության բանով, դա գալիս է ընտանիքից, այստեղ պետությունը անզոր է։ Լրիվ անզոր է այստեղ պետությունը ու այդ պետք է ուղղակի այնքան դրան վատ նայել, որ այդ մարդը ինքը չուզենա տենց անի։ Երբ որ մենք ամեն փողոցում թքող մարդուն տես կանգնացնենք ու 5 րոպե իրան կհանդիմանենք, ինքը երկրորդ անգամ դա չի անի։ Բայց եթե խախոտի այդ փոքրիկ բաները լրիվ աննորմալ շփրտել է հենց մի կողմ, չգիտեմ, զգացել ես թե չի Երևան բացուցիա փողոցով քայլելուց անդադ ծուխ ես շնչում։ Որտեվ եթե մի քիչ խիտ փողոց է, շատ մարդ անցնում, 10-ից 8-ը ծխում են այդ ընթացքում։ Ոնց խեղդվելով դուրսն ես, ներսի մասին չեմ խոսում, էլի։ Թարմ բան եմ ասում, 7:30 առավոտը երախոն դպրոց եմ ճանապարհում, ավտոները գնում են, մեկը ծանոթ տեսավ ուրիշ ավտո, ոնց երկար սիգնալ է տալի ձեռով անում։ Դե բրատ 7:30 է։ Հիմնականում մարդիկ քնած են 7:30, էլի, այտենց կարա զանգես այդ ընկերոջդ։ Բայց այդ բոլորին արթնացնելու հաշվին բարևել, այդ մարդը այդ բանին մենակ իր մասին էր, չէ՞ մտածում։ Այ դա պետք է չանենք։ Ու դա չի նշանակում, որ ես տեսա, որ ինք սիգնալ տալիս զանգեմ ինչ որ ոստիկանություն, չէ, դա էլ այն մյուս ծայրահեղությունն է, էլի, ոչ թե ծայրահեղությունն ինքը ըստ էության վատ բան է։ Այդ ծխախոտը շփրտելու մասը ասում եք մի կողմ, բայց ես անկեղծ չեմ։ Շփրտել այդ ակնհայտ չարիքն է, էլի, հա։ Բայց կարող օրինակ 50 տարեկան տղամարդը, հասուն մարդ Աբովեմ Անի պլազայի դիմաց ծխի շփրտի այդ ավելի վատ բան ասեմ, երբ որ երեխան տենց 1-2 տարեկան էր, տանում էի մանկական հրապարակներ։
Մանկական հրապարակները, եթե ամբողջ աշխարհում ավազից են, չէ, պատված են կամ չգիտեմ ռեզինից ինչ-որ նույն մոտ բիճոկներից են, այդ ծխախոտների, այսինքն մի հոգի չէ, 100 հոգի չէ, սիստեմատիկ 100-ից ավել մարդիկ գալիս են մանկական հրապարակ զուտ ծխելու ու իրանց մոտ вообще չի առաջանում այդ հարցը ինչ եմ իմանում ու որտեղ էլի շատ նորմալ է որ մանկական հրապարակում գաս ծխես ու գցես ես բան էլի բան չէ էլի չեմ ասում Աբովյան փողոցի վրա անի իրանցի դիմացի մասիվում է մի կողմ մանկական հրապարակ այնքան մի հատ ֆունկցիայի է ծառայում Չգիտեմ տեսել եք այդ վիդեոն որ ինչ որ մեկը նկարում է Արամի փողոցի վրա դրագոնի կողքի այդ բիչոկների բուրգը ուղակի ու հետո խնդրում է այդ մենեջերին ասում է ես ամեն օր մաքրում եմ էլի մաքուր պայեք փորձեք բան դա գալիս են գործ տվող մի նկարի մեզ լրիվ սխալ ուղղությամբ այդ չի բան հա դե որոնք չի հասկանում որ դա նախ գեշացնում է իրանց ռեստորանը որովհետեւ օրինակ եթե ես տեսնեմ այդ կույտը ու հետևը սնունդի օբյեկտ այդ մենք չէ կողքից գալիս են տեղ հավանաբար ճիշտ է ասում տենց է կա հա բայց բիզնեսը դու ես ոնց որ ստեղ դրագոնա արի վերանանք նույնիսկ ծխախոտից քանի հոգի այն որ ձյուն եկավ իր բիզնես օբյեկտի դիմաց մաքրեց այդ ձյունը վերջացավ ասենք իր մոտ մաքրած էր sense կողքը մի հատ սառույց ու հետո էլի մաքրած ավելի լավ է վերանանք նույնիսկ բիզնեսից մարդիկ կան այդ փողոցներ չէ նեղ որ սեփական տներ են այդ տնից բացի այդ ընտանիքից ոչ ոք ոչ դուրս է գալիս ոչ մտնում է դա ձեր սեփական տունն է կարելի է անverջ բողոքել քաղաքապետարանից որովհետև իրանք միլիոն ու մեկ տեղ թերանում են բայց ինձ թվում է այդ նեղ փողոցում քո սեփական տանդեմը երբ պետք է դու մաքրես չսպասենք էլ որովհետև երբ որ են ձյունն է բնականաբար ծանրաբեռնված են հետո ցանկալի կլներ որ հասնեին բայց եթե անմիջապես դու ես կինը տա երեխա տա տատը տա մերը տա հերը տա դուրս եք գալիս այդ դարպասից տենց ունեմ վատ նորություն դուք պետք է մաքրեք որովհետև եթե դες այդ կենսակերպը դուր չի գալիս շենքում ապրեք Lumo Studio-ն առաջարկում է բոլոր նախապայմանները լավ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ստեղծել food content, Lumos-ում կգտնեք նորաոճ խոհանոց կահավորված իրական գազօջախով, սառնարանով, ջեռոցով եւ սպասքով։ Իսկ մյուս գերհագեցած տեխնիկայով եւ ռեկվիզիտներով զոնաներում կարող եք կազմակերպել ձեր ֆոտո եւ վիդեո նկարահանումները։ Կոնտակտները տեսնում եք էկրանին, ամրագրումները կատարեք նախապես։ Իսկական տաղանդավոր լիդերներին, մտածողներին ճանապարհ տալն է, ոչ թե օրինակ նախարարությունները խնամի ծանոթ բարեկամներով լցնել, այլ իսկապես կարող ունակ եւ ձգտող մարդկանցով, երբ որ դա չի արվում, տենց էլ լինում է։ Ես երբ որ բանը ավարտեցի, ես միշտ ուզում էի դեպ դիվանագետ դառնալ, ոչ թե այն ինչ որ անում եմ, էլի։ Երբ որ ավարտեցի բանը պրակտիկան ուսանողական արտաքին գործերի նախարարությունում եմ անցել 3 ամիս, այնտեղ աշխատել ենք ըստ էության 3 տարբեր բաժիններում։ Այդ բոլոր բաժինները մի սկզբունքով էին ձևավորված։ Այնտեղ կար մի հոգի, որ աշխատում էր կամ մաքսիմում 2 ու տենց մի 4-5 հոգի տենց պորտաբույց որ տեղավորված էր այդտեղ որպես որ երեխեն մի դոմ աշխատում սկզբունքով ու տենց process-ին որ նայում էր իրանք էս կայնում էին պատուհանից նայում էին այն ժամանակ parking էր հրապարակը որ չի հիշում տենց իրանք ավտոներին էին նայում ու կարային 3 ժամ իրանք բանտաժները քննարկեին կամ որ վաղը Էժան Տոմսա Դուբայ կարելի է հիվանդանալ ճակերտներում այս խոսակցություն։ Այնտեղ մի հոգի աշխատում էր ու ինքը աշխատում էր այն ժամանակ 45000 դրամ էր աշխատում այդ մի հոգին էլի։ Ես որտեղ հիաստապվեցի որ չէ, նախ 45000 դրամով ես չէի կարողանալու իմ եւ ընտանիքի եւ вообще որևիցե բան անել եւ երկրորդը որ տեսնում էի մթնոլորտը էլի։ Ու հա, այտենց էր կառուցված էլի, այսինքն մեր ԱԳՆ-ն իր պոտենցիալի 10%-ով էր երևի աշխատում։ Շատ լավ անհատներ կային ընտիր բայց այդ անհատները պետք է չթողեին որ այդտեղ աշխատեր ինչ որ մեկի տղեն որտեվ իր տղեն է ինչ որ մեկը ով որ այդպես բացի բանտաժից կյանքում հետաքրքրություն չունի էլի այսինքն եթե մենք գոնե 70%-ով այդ բարձր երբեք 100-ով չի աշխատել մենք լրիվ ուրիշ արդյունքներ կունենանք եւ այն վաղ չեմ այս պահից սկսած էլի բայց հիմա մարդիկ պաշտոնների նշանակում են ըստ լոյալության որքանով նա լոյալ կլինի ոչ թե որ
Իսկ նա կարող է, հետո որ վրոդի լավ մասնագետ էր, բոլորը այտենց ինչ որ շատ ժամանակավոր են, հետո ի վերջո սեփական կամքով դիմում են տալիս։ Իդեպ այդ կադրերի կրիզիսը ընդհանրապես ոնց են հաղթահարել։ Ամենամեծ կրիզիսը Հայաստանի ամենամեծ խնդիրը այդ կադրերի կրիզիսն է։ Ամեն ոլորտում ես դրա մասին շատ եմ մտածել ու իրականում չկա այտենց մեխանիզմ էլի, որ զորով մարդկանց տիպի լավ մասնագետ դառնալ։ Բայց մթնոլորտը կարա այդ եմ ասում էլի, այ եթե մթնոլորտը լիներ այնպես, որ այդ ԱԳՆ-ի այդ աշխատողը մի քիչ մրցակցային կանցներ, որ իր աշխատավարձը շատ արժանապատիվ կլներ, որ ինքը կտեսներ, որ գնահատվում է ոչ թե կապերը, ծանոթը, բարեկամը, այլ նվիրվածությունը, կարողությունը, տաղանդը ի վերջո, հա, այդ այնպես մի քիչ ստեղծագործական աշխատանք է ավելի շատ լավ մարդիկ կձգտեին այդ պաշտոնին եւ գուցե այտենց չենք ունենա ինչ որ այսօր ունենք էլի, որտեղ այդ ամեն ինչը դες թվում է թե այտենց բանա, բայց նաեւ փող կապակցված է այն առումով։ Նույն այդ ֆինանսների մասով, օրինակ իմ տարեկիցներից շատ լավ կադրեր, որ իմ գնահատմամբ լավ կադրեր, իրենք աշխատում են միջազգային ընկերությունների հետ։ Այսինքն գուցելի Հայաստանից, բայց աշխատում են միջազգային ընկերությունների համար։ Դե ոնց որ ես։ Ինչ եղավ, որ մեր կադրերն են իրանք։ Դե հա, ուզում եմ ասեմ, ինչի պետք է ես գնայի աշխատեի միջազգային հիմնադրամում, եթե նույնը ստանայի պետական մարմնում ու մի քիչ էլ հեռանկար, որտեղ այնտեղ հեռանկար առանձնապես չունես։ Հա, այտենց ինչ որ կարող ես project coordinator-ից դառնաս chief of չգիտեմ ինչ ու մեծ հաշվով վերջ էլ այնտեղ մեկը վերևը ամերիկացի է։ Հա, իսկ ստեղ կարող դառնաս արտգործ նախարար, եթե լավ դիվանագետ ես էլի։ Նենց որ այդ մեխանիզմը պետք է աշխատի էլի ըստ արժանինքների, ոչ թե ըստ նրա ինչի միջև հիմա աշխատելով, հիմա ավելի է խորացել ցավոք սրտի, էլի, նենց պաշտոնների համար նշանակն նենց մարդիկ են զանգում, որ մտածում ես որ ձև չի էլի, այս ռանգի մարդը զանգի, այս ռանգի պաշտոնում ինչ որ մարդ նշանակելու իրանց ծանոթին գործին ցնելու համար, բայց այդ մի սկզբունքն է աշխատում, որտեղ նա լոյալ է։ Իդեպ տես չմտածեք էլի, որ ասեն ինչի Ամերիկայում բոլորը ըստ արժանինքների, այնտեղ էլ լիքը հարցեր մասնապես Հոլիվուդում լսում ա խնամի ծանոթ բարեկան սիրուհի սկզբունքով, բայց մեկա մեխանիզմն այնց է, որ տաշեց քարը իր տեղը կգտնի էլի մեծ հաշվով, որովհետև մարդիկ հասկանում են, որ բիզնես տեսանկյունից դա ավելի եկամտաբեր է։ Չոր հաշվարկ, այս ավելի եկամտաբեր մոդելն է։ Մենք այտենց ավելի լավ ընկերություն կդառնանք, ավելի էֆեկտիվ, չգիտեմ, արտգործնախարարություն կլինենք, եթե լավ մարդկանց մեր մոտ բերենք, ոչ թե մեր բանի տղուն։ Հենց այս թեմայով էլ զրույցը ամփոփելով, որը կլինի քո խորհուրդը այն երիտասարդին, ով դեռ տենց սպիտակ երազանքներ ունի Հայաստանի հետ կապված իր ապագայի ու իրեն հենց այստեղ պատկերացնում։ Դե կարծում եմ առնվազն ամեն մեկը կարա մի հատ sense անկեղծ փորձի Հայաստանում, էլի ես հասկանում եմ, որ ոչ բոլորի մոտ է ստացվելու sense հրապուրիչ համանավանդ ավելի հեշտ է հիմա տեղափոխվել ուրիշ երկիր, բայց գոնե փորձելը, դու sense ազնիվ փոխել, դու ամեն ինչ արեցիր, ինչ կարող չստացվեց, գուցե դրանից հետո մի հատ էլ փորձի, բայց ի վերջո ես ոչ մեկին չեմ դատապարտում կամ բանանում, ուղղակի երկրին այդ որ այդ բառը այտենց շատ արժե զրկված բառը տեսլական, հա, այտենց ով ինչ ասես դրա տակ բնում է, բայց երբ որ այտենց լինի մի հատ տեսլական, որ մեզ պետք է այս A կետից այս B կետը հասնել, մենք կհասնենք, բայց այդ տեսլականը պետք է որ ճանապարհը մի քիչ վերևից տեսնի ու հասկանա, որ չգիտեմ, լոյալ մարդկանց չես նշանակում, այլ լավ մարդկանց, որ դից չես ստիպում բոլորը այսօր իրավաբան դառնան, վաղը հիմա որ նա տնտեսագետն է, իմ ամենամոդայիկը, հա, մի խոսքով էլի այս տրենդերը, մի քիչ ծնողներն է պետք է ասեն, ես չեմ ասում, պետք է այդպես մի հատ բան լինի, էլի, отец народов вождь, որը մարդկանց տեղը, բայց մենք շատ հաճախ այդ բաներով ենք էլի կողմնորոշում, երեխուն ուր ենք տալիս, իրավաբանական, ինչ ժամանակ պետք է ներ անգլերեն ու կոմպյուտեր իմանար։ Հիմա կոմպյուտեր իմանալու բանը 15 րոպեվա հարց է, էլի։ Այն փոքր երեխեքը շատ արագ են։ Չէ, դե ուզում եմ ասեմ, այդ իվրս էս լինում է, էս բոլորը ոնց որ հավաքվում են ու դեպի իրավաբանական, էլի։ Ու հիմա շուտ էս լիքը իրավաբաններ ունենք, որ ոչ մեկը նորմալ չի կամ չի աշխատում իր գործով, հա, մի քիչ պետք է տես դեպի ապագան նայել, որովհետև արդեն կրթությունը այնքան է արագ փոխվում, որ
տարբերակել չկա, որ անգամ ամենալավ բուհական համակարգը հասցնելու է դրա հետևից, էլի, ընդամենը 3 տարի առաջ AI-ը մեր կյանքում գոյություն չուներ։ Հիմա ինքը անբաժանելի մաս է, դաժե երևի 2 տարի առաջ, հա, այսինքն այդքան արագ դա զարգացավ։ Կհասցներ ինչ որ բուհը ծրագիր կազմեր, նախարարությունում հաստատել, կսացի փորձում են, այնպես չի որ չեն փորձում, տենց ուրախալի բաներ էլ կան, բայց իրականում այդ տենց դանդաղաշարժ մեխանիզմ է, իսկ մարդինք որոշի, ես հատկացնեմ մի քանի օր հասկանամ այդ ChatGPT-ին ինչ անում, թե չհատկացնեմ, նայեմ Բարսելոնա Ռեալ խաղը, երբ որ այն առաջինին կգնա, բան էլի, կամ չմտածեմ որ ծերեմ դրա համար, կամ չգիտեմ, ինձ էսի երբեք պետք չի գա, որովհետև այնպես մարդիկ այնպես գործեր են անում դրանով, երբեմն ապշում ես։ Հիմա շատ երիտասարդներ ավելի տենց համարձակ։ Հա, հիմա լրիվ ինքնակրթության դարաշրջանն է։ Օրինակ մեր շրջանում մենք պիտի գնանք ուսանենք բուհական կրթություն, ես շատ կողմ եմ բուհական կրթությանը, կարծիք Չէ որ պիտի կար որպես տենց սոցիալական ինչ որ բան որ կախված էր հանրային կարծիք ճնշում, ես չեմ վիճում, բայց որ տենց չէր արդեն միանշանակ։ Հաստատ ինձանից ավելի ուշ եք բաներ էլ նույն անգամ իմ ժամանակ ես զգում եի որ ես չեմ ստանում ինչ որ ինձ պետք է եւ ինքս էի դա փորձում ստանալ ձև էի գտել այսինքն իրանք չունեն այդ խնդիրը գնալու բուհ որովհետեւ պիտի գնա Ես մի հատ պրիմիտիվ օրինակի վրա եմ երբ որ ես Բրյուսելում սովորում էի 2006-3-4 թվականին ինչ որ շաբաթը ամիսը 1 ինչ որ անգլերեն կինո էին կասետով դնում ու նայում եմ այսինքն տրվածը այդ էր որ դու ամիսը մի հատ կինո մի կիսամյակ կարող ես նայես բայց կարա էր դες պրպտեիր հասկանալ որ կարաս տորենտով քաշես անգլերեն ամեն ինչ եւ նայես Հիմա ես տենց էի անում ինչ որ մեկը սպասում էր ինչ որ մեկը նույնիսկ չեր գալիս որ նա կինո չեք նայում Հիմա մեր 3-ից անգլերենները շատ տարբեր մակարդակի վրա են ի վերջո Դրա համար այդ հնարավորությունը միշտ կար հիմա առավել եւս ուզում եմ ասեմ անգամ այն ժամանակ լրիվ ինքնակրթվելու դարաշրջաններ եւ երևի դա մի քիչ էլ միշտ ա եղել իրականում մենք հիմա մեր այդպես ունիկալությունն ենք բանանում էլի միշտ մեկը բավարարվել է ինչ որ տալիս է մյուսը գրքեր է կարդացել Շնորհակալ եմ Նայք Ես եմ շնորհակալ